Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, նախ կցանկանայի այսօրվա հաղորդումը սկսել թերևս անձամբ ինձ համար շատ ուրախալի եւ շատ սպասված մի թեմայից, վերջապես Երևանի ավականին որոշում կայացրեց, որ Լենինգրադյան փողոցը վերանվանվի Քրքորյանի անվամբ։ Անկեղծ ասած, ես Քրքորյանի անվամբ թե ում անվամբ այդ մասով ես ինքս չէի մտածել, շատ լավ որոշումը հենց որ Քրքորյանի անվամբ լինի, որովհետև ինքը բավականին լայն գեղեցիկ փողոց է, բայց իմ խնդիրը Լենինգրադյան փողոցի Լենինգրադյան բառի հետ էր, որը անպայմանորեն կարծում էի պետք է փոխվեր։ Եվ ոչ միայն Լենինգրադյանը, այս մասով շնորհակալություն նախ պետք է ես հայտնեմ քաղաքացիների ներողություն քաղաքացիների մտահոգություններին ականջալուր լինելու համար, որովհետև արդեն տևական ժամանակ է, ժամանակ առ ժամանակ հնչեցնում բարձրաձայնում ենք այդ հարցերը, որովհետև կարծել թե սրանք հասարակ փոփոխություններ են, շատ սխալ կլինի, սրանք լեզվամտածողության հետ ուղիղ առնչություն ունեցող կարևորության բաներ են եւ փեջ-փեջի որ մեր սերունդի խոսույթի մեջ Լենինի անունը կարող ինչ-որ մի հատ փողոց լինի, իրանք էլ մտածեն, այդ ինչ մի դեմք ա եղել, որ նրա անունով փողոց կա։ Եվ շատ լավ է, որ Քրքորյանի անվամբ է վերանվանվում։ Շնորհակալություն։ Եվ տեսեք, հարգելիներս, մի քանի անգամ այս նմանատիպ հարցեր բարձրաձայնել ենք ու ձեր աջակցությունը, ձեր մեկնաբանությունները, ձեր տարածումները նույնպես դեր են խաղացել այդ ամեն ինչում, որովհետև քաղաքապետարանը ու առհասարակ պաշտոնյաները փորձում են առավելևս ընտրված, պաշտոնյաները հիմնականում գոնե նոր Հայաստանում փորձում են տեսնել թե հանրային տիրույթում ինչպիսի ցանկություններ կան, ինչպիսի հարցեր են քննարկվում եւ դրան տալ որոշակի ինստիտուցիոնալ լուծումներ։ Դա ընդամենը մի թղթի հարված չի, որ վերցնես ու այս անունը էլ չի լինում, այնա լինում։ Դա աշխատանքներ է նախատեսում բնականաբար եւ թղթաբանություն ահագին, հարցումներ, ինչու ոչ, ինչպես նաեւ ասենք ամենատարբեր Google Maps-ում բանում փոփոխությունները բավականին ծախսատար են։ Ամեն դեպքում շնորհակալություն վերջապես այս որոշումը կայացնելու համար։ Իհարկե կարծում եմ սրանով չի ավարտվի ամեն ինչ, որովհետև ինչպես որ Լենինգրադյան փողոցի մասին էինք խոսում, այնպես էլ կան էլի փողոցներ Հայաստանի Երևանում, որոնք որ իսկապես անվանափոխության կարիք ունեն եւ ոչ միայն Երևանում, ցավոք սրտի մեր մյուս քաղաքներում նույնպես հնուց մնացած այդ բոլշևիկյան կյանքը հիշեցնող անուններ շատ կան բայց ես կխոսեմ ավելի շատ Երևանից։ Հույս ունեմ ինչ-որ մի օր անպայման կվերանայվի նաև Ամիրյան փողոցի անվանափոխության հարցը, որովհետև Ամիրյան բոլշևիկը, ով տասնյակ հայ մտավորականների եւ երևելիների աքսորման պատճառ է հանդիսացել, նույն դավաճանական մոտեցում է ցուցաբերել իր սեփական ազգի նկատմամբ, դրանով փորձելով էլ ավելի խոնարհ կեցվածք ստանալ Կրեմլի առաջ, թե տեսեք ինչքան ես աշխատանք եմ տանում, նրա անունով է եւ ես կարծում եմ, որ ինչ-որ մի պահի շատ ճիշտ որոշում էր կայացվել դեռ 33 տասնամյակ առաջ մոտավորապես, ցավոք այդ որոշումը կիսատ մնաց, դա վերանվանել Վռամշապուհի անվամբ, դա նույնպես շատ սպասելի որոշում կլինի եւ շատ դրա տրամաբանական իմիջայլոց, որովհետեւ ինչու հենց Վռամշապուհի, չմոռանանք, որ Մեսրոպ Մաշտոցը երբ ստեղծում էր գրերը, հայոց գրերը, կամ պիտի գտներ ու համակարգեր ու մեծ ծավալուն աշխատանք տաներ, Մաշտոցի պողոտան ունենք, Մաշտոցի պողոտային հատող կենտրոնական փողոցն էլ կարող է լինել հենց Վռամշապուհինը, ով ըստ էության պետության կողմից պատվիրատուն էր, որպեսզի տարեր ստեղծվեն, որովհետև Մաշտոցը միայնակ դա անել չէր կարող եւ պետական աջակցությունը չափազանց անհրաժեշտ էր եւ դա մեր այն
կերպարներից է պատմական, ով այդ որոշումը կայացրել է այդ դարերում, երրորդ դարում այնպես որ հուսանք դրան էլ կհասնի, ինչու ոչ Խանջյան փողոցը նույնպես կարելի է վերանայել նրա անվանումը եւ այսպես շարունակ։ Այո, նոր Հայաստանը պետքա լինի նոր տրամաբանության շրջանակներում եւ լեզվամտածողության ձևավորումը մեր միջավայրում խիստ անհրաժեշտություն է։ Զուգահեռաբար ես կցանկանամ հիշեցնել նաև եւս մի կարևոր երևույթի մասին, երևի թե դա ձեռնարկենք արդեն մենք ինքներս, սիրելի հայրենակիցներ, չգիտեմ, ստորագրահավաք կազմակերպենք, թե ակցիաներ ձեռնարկենք, ունենք մեր հասարակական կազմակերպությունով, Հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպությամբ ցանկանում ենք կառավարությանը առաջարկել, որպեսզի մեր դրամի նկարները կենտրոնական բանկը նույնպես վերանայի, ես չեմ ասում անպայման, չգիտեմ, միանգամից փոփոխություն բան, բայց առհասարակ այդ ռազմավարությունը վերանայեք, ինչա նշանակում դրամների վրա մշակութային գործիչների ներկայությունը։ Մշակութային գործիչները վեր են նմանատիպ արժեքներից եւ կարելի է իհարկե շատ մշակույթի գործիչների անունով, եթե ցանկություն կա, որոշակի փոքր քանակությամբ սուվենիրի համար ավելի շատ, տենց բաց թողնել, բայց հիմնականում կարծում եմ, որ պետության դրամը պետքա ավելի պետությունը խորհրդանշող նկարներ լինեն, ինչու ոչ մեր արքաներից, մեր թագավորներից, մեր ղեկավարներից, ովքեր որ աչքի են ընկել անկախական իրենց դրսևորումներով եւ գիտեք, որ անգամ միջին եւ հին դարերում դրամ կտրելու իրավունք պետք է ունենայր, այսինքն դա նշանակում էր, որ դու բավականին անկախ ես եւ անկախ ես նաեւ քո տնտեսությամբ եւ քո ունեցած դրամը, քո պատկերով դրամը արժեք է ներկայացնում աշխարհում, դեռ հնագույն արծաթադրամներից սկսած, մետաղական դրամներից սկսած։ Այնպես որ կարելի է, ոչ թե կարելի է, իմ կարծիքով շատ ավելի ճիշտ է նման նկարներ լինեն, քան թե մշակութային գործիչների, ել չասեմ, որ եկեղեցականի եւ այլն, որովհետեւ եկեղեցին առհասարակ պիտի իմ կարծիքով դրամի վրա չլինի։ Դա արժեզրկում է եկեղեցու իրական գաղափարախոսությունը, ինչում նա կայանում։ Կեսարինն է կեսարինը, կայսրինն է կայսրինը, Աստծուն է Աստծունն է եւ անհրաժեշտություն չկա Աստծունը տեղավորել կայսրի բնորոշող ինչ-որ մի բանի վրա։ Կարծում եմ դա էլ անհրաժեշտություն է եւ ինչու ոչ, գուցե առաջիկայում նախաձեռնենք հանրային քննարկումներ առաջարկելու համար քաղաքապետարանին, որպեսզի վերջի վերջո Արգիշտի արքայի արձանը, մեծադիր, բարձրադիր արձանը տեղ գտնի Երևանի տեսանելի վայրերից որևիցե մեկում, Երևանի հիմնադիրի արձանը Երևանում չունենալը իմ կարծիքով բավականին մեծ բաց թողում է եւ սա պետքա նույնպես հանրային ինչ-որ պահանջարկ ձևավորելու գործընթաց սկսել, որպեսզի նույնպես ականջալուր լինեն։ Մոտավորապես այսպես, իսկ քանի որ խոսքի մեջ անդրադարձանք եկեղեցուն, երևի թե 3 ազգային ժողովի նիստը բոլորդ եք նայել կամ մաս առ մաս դիտած կլինեք, շատերը ամբողջը դիտելու պարագայում ձանձրանում են, առավել եւս եթե որոշակի բաների չեն տիրապետում։ Այնուամենայնիվ ինչ-որ համացանցը այդ մասով աջակցում է եւ ավելի կարճ կտրած տեսանյութեր էլ է տեղադրում, չնայած թե ինչքանով է աջակցում, երբեմն կարճ կտրել նշանակում է կոնտեքստից կտրել, բայց այս դեպքում սա այդ դեպքը չի։ Երեք բոլորս տեսանք, թե ինչ թեմաների անդրադարձավ վարչապետը, երբ խոսքը գնաց որոշ եկեղեցականների մասին, բնականաբար ինչքան որ մենք ենք տեղյակ, մի 100 այդքան երկրի ղեկավարն է տեղյակ լինում, բայց միշտ չի որ տեղյակ լինել նշանակում է ուղիղ գործողություն իրականացնել, բայց այս պարագայում արդեն վիճակը նետված է վաղուց եւ կարծում եմ, որ հաշված օրեր կամ
ժամեր են մնում Ոմն Կտրիշ Ներսիսյանից եւ նրա ներկայացուցիչներից ազատագրել մեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, որովհետեւ այն ինչը որ լսում ենք առնվազն 3, եթե ասենք ոչ մի բանից տեղյակ էլ չլինենք, բացարձակ ոչ մի բանից տեղյակ չլինենք ու միայն երեկվա ներկայացրածը լսենք, արդեն դա բավական էր, որ հայ ժողովուրդը ինքը ինքնուրույն գնա եւ մաքրի եկեղեցին նման պիղծ երևույթներից, մարդկանցից, ովքեր անուն են կրում Հայր Սուրբի, բայց ունեն սեռական կողմնորոշումներ, մարդկանցից, ովքեր կաթողիկոսի անուն են կրում, բայց ունեն երեխա կամ երեխաներ, կամ arczepiskopոսներ, ովքեր ունեն սիրուհիներ, ինչու ոչ տղա սիրուհիներ նույնպես, ցավոք սրտի, ու այսպես շարունակ եւ ես կցանկանայի լսել ընդդիմադիր ոչ թե ընդդիմադիր հատվածի, այլ այն իրենց եկեղեցու պաշտպան հռչակած պսևդո քաղաքացիների իրենց բան հռչակած էլի, հա, որ առավոտից երեկո զբաղված են եկեղեցին փրկելուց, չգիտեմ ինչից, հա, կցանկանայի նրանց կարծիքը լսել, տեսեք, երկրի վարչապետը երեք ազգային ժողովում սարսռելու ճշմարտություններ էր բացում, սարսռելու աստիճան, հիմա դուք ոնց եք կարծում եկեղեցին ումից է պետք փրկել, լավ դնենք մի կողմ, օրինակ շատ են տարածում այդ դեպքերում, հիմա էլ սկսել են, հա բայց գիտեք խի անում ա որ հետո, որ սենց որն չէ, անում ա որ հետո, որ սենց որ նենց չկա, գոյություն չունի, արվում ա որպեսի մաքրվի եկեղեցին, սա առաջին ու կարևոր քայլն է, դուք ոնց եք մտածում, թողնել էսպես, թե ի վերջո կհամակերպվեք այդ մտքի հետ ու կհասկանաք, որ եկեղեցին պղծված է հենց նմանների ներկայությունից։ Ես իմիջիայլոց դիտում էի նաև երեք Civic AM-ով մի հարցազրույց ու այնտեղ նույնպես սարսափելի ճշմարտություններ են բացվում, առավել եւս հիմա կրոնավորների մեջ, թե ամուսնացյալ, թե կուսակրոն ներկայացուցիչների մեջ եկեղեցու խոսակցություններ կան, թե ոնց անենք, եթե բան փոխվի, իրենք մնան եւ այլն, ուրեմն ես որպես քաղաքացի, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, որպես իրական Հայաստանով ապրող հպարտ քաղաքացի, ասեմ ձեզ հետեւյալը, եւ որպես տերը, թե իմ պետության, թե եկեղեցու, ասեմ ձեզ հետեւյալը, դուք կմիանաք այս ամենին, դուք կաջակցեք եկեղեցու մաքրապատմանը, բնականաբար կմնաք ձեր տեղերում, բայց նրանք, ովքեր փորձում են կոծկել այս ամեն ինչը, կամ առավել եւս մասնակիցը լինել այս ամեն ինչի, նրանք Գարեգինի հետ, Գարեգինի թևերի տակ ենք ձեզ դնելու, ու սենց գրկած նա ձեզ հեռանալու է, հույս չունենաք, որ դուք կարող եք մնալ եկեղեցում, հույս չունենաք, որովհետև այն վնասները, որ հիմա կրում է եկեղեցին, դուք դրա նաև անմիջական մասնակիցն եք, ու դուք շատ լավ գիտեք, թե մեր եկեղեցին ինչ վնասներ է կրում ամեն օր նմանների ներկայությամբ եկեղեցում, եւ ովքեր որ չեն ցանկանում այդ Տեր Արամի ճանապարհով գնալ, վախենում են ինչ-որ անվանարկումներից եւ այլն, ես չեմ հասկանում նախ եւ առաջ ինչ է նշանակում Աստծո ներկայացուցչի վախերը, ինչ է նշանակում վախենալ, ինչ է դա նշանակում, վախենալ գուցե կարող եմ ես, բայց դուք ինչից եք վախենում, դուք չեք կարող վախենալ, ուրեմն դուք կապ չունեք եկեղեցու եւ Աստծո հետ, դուք ոնց կարող եք վախենալ, կամ առնվազն չունեք այնքան կապ, ինչքան որ անհրաժեշտ է Հայր Սուրբ կամ քահանա գոնե կոչվելու համար, կամ դուք կգնաք Կիրակի օրը Տեր Արամը բան անելու եկեղեցում, պատարագ մատուցելու, եւ վարչապետն էլ հայտարարել է, որ գնալու է այդ պատարագին, ես արդեն տեղյակ եմ բազմաթիվ քաղաքացիներ են գնալու, անձամբ ես ցավոք սրտի չեմ կարողանալու միանալ, որովհետեւ պետքա գնամ Հայաստանի Հանրապետության մեկ այլ վայր, ընկերոջս զինվոր որդուն տեսակցության նախապես էինք պայմանավորվել, ցավոք այդ օրը կարա ինքը դուրս գա, այլապես ինքս էլ կլինեի այնտեղ, բայց ես կոչ եմ անում միանալ բոլորին,
բոլորին եւ կոչ եմ անում նաեւ հենց այդ քահանաներին ու եպիսկոպոսներին ու հայր սուրբերին նույնպես միանալ այս process-ին, գործընթացին։ Խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք։ Ես ձեզ չեմ ասում միացեք նրան, որ Նիկոլ Փաշինյանն է գնալու այնտեղ, ոչ։ Դուք գնացեք ու սատարեք Տեր Արամին։ Տեր Արամին, ով քայլ է արել ու արել է շատ կարևոր քայլ։ Ու այդ կարևոր քայլը եւ նրան աջակցել են արդեն հրապարակային էլի քանիսը։ Գնացեք ու այդ ամեն ինչը ձեր ներկայությամբ քաջալերեք։ Գնացեք ու կանգնեք կողքը։ Տեսնենք, քանի ժամ կտևի Կտրիչ Ներսիսյանի հեռանալը եկեղեցուց։ Եվ եկեղեցու ազատագրումը հայկական իրականության մեջ քանի րոպե կտևի։ Դուք ունեք այդ ցանկությունը, թե չունեք այդ ցանկությունը։ Այո, հնարավոր է դրանից հետո կարճ ժամանակ ձեզ նույնպես հալածեն, իսկ դուք հալածվեք։ Ինչից եք վախենում։ Քրիստոսի անունը չեք կրում։ Ինչպես կարող է Քրիստոսի անունը կրողը, հավատքով կրողը որոշակի հալածանքներից վախենալ։ Չգիտեմ, ես ինքս կրկնում եմ, բազմից եմ ասել, մի շատ sense ինձանից մի նորմալ հավատացյալ դուրս չի գա, չնայած իմ Աստծո հանդեպ ունեցած հավատքի վրա թույլ չեմ տա որևիցե մեկին կասկածել, բայց այն ընդունված ձևով էլի ոնց են մարդիկ պատկերացնում հավատացյալ լինելը, ես գուցե այդպիսինը չեմ, ես իմ ապրելաձևով եմ փորձում ցուցադրել իմ հավատքը եւ ապրելով խղճով եւ իմ խղճի առաջ պատասխանատվություն կրելով եւ ապրելով իմ գիտակցությունով, որը որ Աստված է տվել ինձ, մարդուն, առհասարակ մարդուն, մարմին արարչի դեմքով, մարդ։ Եվ գուցե դուք էլ, իսկ դուք ավելին գիտեք ու ավելի գիտակցաբար եք այդ ամեն ինչի մեջ գտնվում եւ ձեր կյանքն է դրա մեջ։ Ոստի ես ուզում եմ հասկանալ, ինչու Կիրակի օրը չգնալու ներկա չգտնվել այդ պատարակին, որտեղ լինելու են բյուր հավատացյալներ, որտեղ որ վստահաբար Տեր Արամը ձեզ ուրախությամբ կդիմավորի, որտեղ որ իսկական հավատացյալները, մարդիկ, իրական Հայաստանի քաղաքացիները ձեզ հարգալից հայացքով կնայեն։ Ես վստահ եմ, ինքներդ այս պայդրությամբ, այս իրավիճակում կարոտ եք զգում հարգանքի քաղաքացու կողմից, որովհետև եւ դա այսօր չի ծնվել, դա ծնվել է դեռ այն ժամանակներից, երբ շատերը ձեր եկեղեցականներից, դուք 1000 անգամ ավելի շատ ինձանից գիտեք, շատերը իրենց հետևի գրպանում զենք էին պահում։ Դեռ այդ ժամանակներից քաղաքացիները դա տեսել ու քիչ-քիչ հեռացել են ձեզանից։ Այո, ձեր նեղ գյուղական համայնքի ներկայացուցիչները կամ որոշ հավատացյալներ, ում ոնց անձամբ ճանաչում եք, նրանք ձեզ գուցե ակնածանքով են վերաբերվում, բայց ընդհանուր առմամբ եկեղեցականը վերջին տասնամյակներում Կտրիչ Ներսիսյանի ձեռամբ հեղինակազրկվել է մեր երկրում։ Ինչու վաղը Կիրակի օրը չվերածնել այդ հավատքը։ Ինչու մասնակիցը չլինել այդ ամեն ինչի։ Ախր դուք ինքներդ շատ ավելի լավ գիտեք։ Ինչի ձեզանից շատերի մեջ չարություն է մտել ու չարությամբ դիմադրում եք դուք։ Դուք ում եք դիմադրում։ Հավատացյալներին, հոտին ձեր։ Հոգու հարստության սով է այսօր։ Եվ ոչ, դա այսօր չի միայն։ Եվ մենք փորձում ենք այս վերջին տասնամյակներում իրար շատ փնովել։ Մեր իրականության մեջ բամբասանքը, ասեկոսեները, հայհոյախառը լեքսիկոնը գերիշխում են։ Դուք մտածելու բան չունեք այստեղ, թե զբաղված եք ինչ-որ նեղ խմբի, հանցագործ խմբի սպասարկու լինելով։ Դուրս եկեք ու եղեք ձեր ժողովրդի սպասարկուն, եղեք Աստծո ծառան իրապես, ինչը մեծագույն պատիվ պետք է որ լինի։ Մեծագույն պատիվ պետք է որ լինի։ Կարճ դադար մեր եթերում։
Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Գիտեք, ես կարծում եմ եկեղեցու ներկայացուցիչներից ոմանք շատ կուզեին ի սկզբանե միանալ, բայց վախերը ոչ միայն այդտեղ են, այլ գուցե ինչ-որ ժամանակ խոտոր ճանապարհ եք ընտրել, գուցե ինչ-որ ձեր կյանքի ընթացքում, ծառայության ընթացքում որոշ թերացումներ եք ունեցել եւ ձեր վրա նույնպես կամպրամատներ կան։ Մենք շատ լավ ենք հասկանում Կտրիչ Ներսիսյան չեկիստի գործելավոճը։ Եվ ես ձեզ հավատացնում եմ, որ մեկիդ էլ որ ցանկանան պախարակել, ինչ էլ որ փորձեն հրապարակել, մենք կընկալենք դա ձեր դեմ արշավ եւ կընկալենք, որ այո, սխալներ բոլորս ենք թույլ տալիս, բայց դրանով չենք առաջնորդվի։ Մենք առաջնորդվենք ձեր կայացրած որոշմամբ։ Մենք առաջնորդվենք ձեր այն ցանկությամբ, որը որ քաղաքացիների համար է Աստծո հետ կապ պահպանելու համար է։ Կառաջնորդվենք այն դասիրակչական մղումով, որը որ նշանակում է ներողություն ասելու եւ ներողամտություն ունենալու անչափ քրիստոնեական դրսեւորմամբ։ Ես անկեղծ եմ ասում, ես չեմ կարծում, թե իմ խոսքից ազդված դուք կմիանաք, եթե անգամ միանաք, բնական է, ես ով եմ, որ, բայց ես ուզում եմ հավատալ, որ Կիրակի օրը այդ բազմամարդության մեջ ձեզանից շատերը կլինեն։ Ձեզանից շատերը անկախ իմ ասած կամ չասած լինելը կամ իմ հաղորդումը կյանքում դիտում եք, թե չեք դիտում, ձեր գործն է շատ ավելի լավ, եթե չեք դիտում, որովհետև գուցե ձեր մեջ էլ երբեմն նյարդեր մտնեն, խանգարեն ձեզ ձեր ծառայության մեջ։ Բայց այնուամենայնիվ ուզում եմ հավատալ, որ դուք ձեզ համար արդեն որոշումներ կայացրել եք մինչև իմ ասելը, մինչև վարչապետի ասելը, մինչև այս ամեն ինչը, ես ուզում եմ հավատալ, որ դուք արդեն արել եք այդ որոշումը։ Եվ այդ պարագայում մենք միայն ուրախ կլինենք, որ դուք մնաք ձեր տեղերում, ոչ միայն մնաք, ինչու ոչ, փորձեք նաև կառավարել եկեղեցին։ Որովհետև բնականաբար եկեղեցին դա այն ինստիտուտն է, որտեղ որ հմուտ կառավարիչներ են պետք։ Բայց այդ կառավարումը չպիտի լինի հակաքրիստոնեական, ինչպիսին իրականացնում է Կտրիչ Ներսիսյանը, այնտեղ արշակ, մարշակ, եսիմ ովքեր, ասողիկներ, օրը մեջ նզովքով հանդես եկող։ Արամն է խոսել, առաջինը, Արամ առաջինն է խոսել, տեսավ չէ, բան դուրս չի գալիս, դարձյալ որոշեց խառնվել հայաստանյան քաղաքական իրավիճակին։ Հայրենիքը գնում է դեպի ինքնականդում, իսկ սփյուռքը ինքնամաշում։ Այս վիճակում մենք նոր ղեկավարների կարիք ունենք։ Մեծ տեղ պետք է տալ երիտասարդությանը, վստահել նրանց, որովհետև նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան։ Մեծի տանն կիլիկիո։ Սա ասում է Արամ Ան։ Երբ Արամ Ան իր օրհնություններն էր ուղարկել Նիկոլ Փաշինյանին եւ իր բանագնացին, հասկանալի էր, թե մոտավորապես ինչա ցանկանում եւ ես Facebook-յան եթերով էլ արձագանքեցի դրան, որ ավելի լավ է դու պղտոր ջրում ձուկ չորսաս, այնպես չի Կտրիչ Ներսիսյանին, երբ որ վտարենք Էջմիածնից, հնարավոր է դու այդտեղ գործելու լայն դաշտ ունենաս, որովհետեւ ինքդ դեռ քո վարքերին ու բարքերին վերանայելու կարիք ունես եւ գուցե ճիշտ ժամանակն է թույլ չտաս, որպեսզի հարցը հասնի քո կյանքը քննարկելուն եւ լավ կլինի ինքդ արդեն հեռանաս այդ պաշտոնից։ Շատերը այդքան էլ չէին հասկանում ինչու եմ սա ասում։ Այո, այն տեսեք, մենք շատ լուրջ դեմքով նստած անընդհատ մտածում ենք, թե ինչու ենք այսպես պառակտված։ Իհարկե, պառակտում բառը այստեղ կոպիտ բառ է, եւ երբ դրա մասին մտածում ես, դրանով արդեն իսկ նպաստում ես պառակտմանը։ Բայց մյուս կողմից
ասում ես իսկ ինչ պետք է լիներ, եթե կա մի երկիր մոլորակի վրա պետություն, որտեղ գործում են առնվազն, իհարկե պետությունն ունի իր կառավարումը, բայց էլի երկու հատ ինչ-որ կառավարություն կա, ովքեր որ ինչ-որ սենյակներում նստած են, ես ինչ են անում, մեկը իրեն անվանում է Արևմտյան Հայաստանի կառավարություն, չգիտես ոնց են իրանք որոշել, որ իրանք Արևմտյան Հայաստանի կառավարություն են, երևի Արևմտյան Հայաստանը ինչ քվեարկություն տեղյակ է, որ քվեարկության պիտի մասնակցի կամ ոնց է ձևավորվում դա, որքանով է լեգիտիմ դա, եւ կա Արցախի ինչ-որ կառավարություն, ով լուծարել է իր պետությունը ու եկել Հայաստանում նստել է, հա, մի խոսքով, եթե սենց չոր հայացքով նայում ես, 3 հատ կառավարություն կա, 123 հատ կուսակցություն կա, 2 եկեղեցի կա առնվազն 2 կաթողիկոսով, չգիտեմ, այս ամեն ինչ մեզ ինչ է ցույց տալի, բա ինչ էիք ուզում։ Եվ այս ամեն ինչի ուղիղ մասնակիցներից մեկը հենց դու ես, Արամ, քո դաշնակցապատկան գործունեությամբ։ Ինչ է նշանակում պետությունը գնում է դեպի ինքնականդում, իսկ դու ինչ ես հասկանում պետություն ասելով, ինքդ, չլինելով մեր պետությունում եւ ոչինչ արած չլինելով պետության կայացման գործում, ինչն ես համարում պետություն, որն էլ գնում է ինքնականդում, սկսենք այդտեղից, եւ երկրորդ, ինչ է նշանակում, իսկ սփյուռքը ինքնամաշում, սփյուռքը դու չես, սփյուռքին, գիտեք ինչ, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ սփյուռքահայությունը հիմնականում ստեղծվել է ոճրագործության եւ ցեղասպանության հետևանքով, բայց ցավոք սրտի ունեցել է երկրորդ ալիք խորհրդային իրականության ժամանակ եւ ցավոք սրտի ունեցել է երրորդ ալիք, թերևս ինձ համար ամենա տնական ալիքը, որը արդեն նոր անկախ Հայաստանի Հանրապետության ժամանակ էր։ Եվ ոչ Կտրիչ Ներսիսյանը, ոչ Արամ առաջինը մտահոգված չէին ընդամենը 10 տարեկան անկախ Հայաստանից Հայաստանը լքող եւ հեռացող Հայաստանի քաղաքացիների նման որոշումներից։ Ոչ մեկդ մտահոգված չէիք, թե ինչու է դա տեղի ունենում։ Ինչու են մարդիկ վաճառում իրենց տները, վաճառել սա լավ է ասված։ Ես ճանաչում եմ մարդկանց անձամբ ճանաչում եմ մարդկանց եւ մինչեւ այսօր կապի հետ եմ մեջ եմ մարդկանց հետ, ովքեր իրենց տունը 2 հատ տոմսով են փոխանակել։ Եվ այդ 2 հատ տոմսը Ամերիկայի տոմս չեղել, որ ասես դե թանկ է։ Ոչ, Ռուսաստան։ Քթի տակ, հասկանում եք դա ինչ արժի։ Ոչ մի բան գրեթե։ Այդ ժամանակ մտահոգված չէիք, եւ երբ որ նույն Սփյուռքում հազար ներողություն սիրելի հայրենակիցներ աշխարհի տարբեր վայրերում ապրող, որ դիտում եք այս հաղորդումը, դուք գիտեք, որ ես իրականությունն եմ ասում, որովհետեւ անձնապես իմ մաշկի վրա զգացել եմ դա։ Եվ Սփյուռքը նույնպես պառակտվում էր նաեւ սրա արդյունքում, որովհետեւ ինչ որ լինում էին Արևմտյան Հայաստանից գաղթածներ, սփյուռքահայության ներկայացուցիչներ եւ հայաստանցիներ, այսպիսի խոսույթներ էին ծավալվում, հիմա էլ կան։ Այդ ժամանակ կարող ենք իմանալ Սփյուռքում գործող մեր եկեղեցիները ինչ էին անում, որպեսզի այդ խոսույթները չլինեն, որպեսզի մեկը մյուսին եղբոր նման նայի, որպես հայրենակցի նայի, ոչ թե սենց տարանջատումներ մտնեն։ Ասեմ ավելին նույն Ռոստովում հնաբնակները, ովքեր որ Ղրիմից են
տեղափոխվել 300 տարի առաջ դերևս նոր եկած հայերին դսեցի էին ասում, դուրսեցի, դրսից եկած։ Այսինքն Ռոստովն իրանց նրանք էլ դուրսեցին։ Այս քահանաները այս մարդկանց հետ հեչին չեն աշխատել, հեչ ցույց տվել են որն է իրականում դուրսը, որը ներսը։ Այս մարդիկ կարող են ասել այնպես ինչպես որ պատկերացնում են, ինչպես որ ապրել են։ Իսկ դուք ինքներդ ինչ եք արել։ Բացի ավելի խորացնելով այդ ճգնաժամը։ Ինչ եք արել, կարող եմ իմանալ։ Ինչ որ մենակ պատարակ էիք մատուցում ու փողեր էիք մսխում ու զբաղված էիք ձեր իշխանության տիրույթները մեծացնելով։ Որևիցե մեկը հոգ չեք տարել ոչ Հայաստանի Հանրապետության կայացման, ոչ Սփյուռքի ամբողջականության ու ամրացման համար։ Որևիցե մեկը։ Եվ ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եվ ես հեչ չեմ ցանկանա, շատ լավ գիտակցելով, որ ամեն դեպքում կան քաղաքացիներ ու դրանք քիչ չեն ու փառքաստու որ կան, ովքեր որ դրսում իրենց հայկականությունը փորձում են պահպանել եկեղեցու հետ գոնե կապ ունենալով, հասկանում են, որ այս մարդկանց դժվար կլինի շատ ավելի խորքային ձևով ապացուցել կամ երևի ցանկալի էլ չի որ ապացուցվեն։ Պարզապես դուք կարող եք ոչինչ չվնասելով հեռանալ։ Հիվանդացեք, գնացեք, ասեք ամբուժելի հիվանդ եմ, գնացեք։ Գնացեք ու մոռացրեք ձեր մասին։ Արեք սահուն այդ փոփոխությունները, եթե դուք մտածում եք եկեղեցու մասին, եթե դուք մտածում եք Սփյուռքի մասին, առավել եւս եթե դուք մտածում եք մեր պետության մասին, պարզապես լուր, շատ լուր մտով գնացեք։ Իհարկե ես այնքան ռոմանտիկ չեմ, որ հավատամ դա իրականություն կդառնա, եւ պատրաստվում եմ որոշակի ցավալի գործողությունների, որովհետեւ մենք ձեզ կպարտադրենք դուք հեռանաք, որքան էլ որ գիտակցումը, որ դրանից տուժում ենք բոլորս, ինձ ցավալի լինի։ Միևնույնն է, պետքա հաղթահարել այդ ցավը ու մաքրել այդ ամեն ինչը, հանուն վաղվա։ Հանուն վաղվա։ Այո, վիրահատությունը նույնպես ցավալի process է, բայց դա հանուն առողջացմանը։ Բայց քանի կարելի է առանց վիրահատության բուժել այս ամեն ինչը հեռացեք։ Որևիցե մեկը տեսքան ժամանակ չեք կարող ցուցադրել որևիցե գործողություն, որը եղել է եկեղեցու պետականության կամ Սփյուռքի պահպանության օգտին։ Որևիցե մեկը փոխարենը ես բազում օրինակներ կբերեմ, հիմնավոր օրինակներ որպես ականատես ու վկա, որպես գործողություններին մասնակից մարդ։ Եվ ինձ հետաքրքիր կլիներ իմանալ առհասարակ Կտրիչ Ներսիսյանի պարտավորեցումը հրապարակում ռուսական եկեղեցի բացելու ուժի մեջ է դեռևս, թե ոչ արդեն։ Ու այստեղ ամենացավալին ինձ համար գիտեք որն է, որ ես պարզապես վստահ եմ, որ այն ինչ որ ես գիտեմ, իսկ ես քիչ բան չգիտեմ, պարզապես դրանց մեծ մասը ցանկություն չունեմ հրապարակելու, որովհետև իմ խնդիրը չի մարդկանց մեջ զարգացնել ու բորբոքել բողոքը ու ատելությունը ձեր անձի հանդեպ։ Դա սատանի գործ կլինի։ Բայց հավատացած եղեք, եթե դա անհրաժեշտությունը լինի, հասնի, ուրեմն այդպես էլ է պետք ձեզնից մաքրել եկեղեցին, ուրեմն պետք է հասնել դրան, բայց ես առայժմ հույս ունեմ դրան չի հասնի, իսկ այս պարագայում ինչ որ կասկածներ չեմ սերմանի, դա իսկապես սատանի գործ կլինի, որովհետև դուք դիմադրում եք սրբություններով, սրբապատկերներով, եկեղեցիով, թաքնված եկեղեցում, թաքնված խաչի հետևը, խաչականդակի հետևը, ձեր պիղծ գործունեությունը թաքցնելով եկեղեցու գավիթներում ու չգիտես որտեղ արենք։ Դուք անարգում եք եկեղեցին ամեն օր ու ամեն ժամ ձեր ներկայությամբ եկեղեցում։ Այնուամենայնիվ, այն ինչ որ ես գիտեմ, հույս ունեմ չի հասնի դրան, որպեսզի շատ ավելի մանրակրկիտ խոսենք այդ ամեն ինչի մասին։ Դա ցավալի կլինի։ Եվ այն ինչ որ ես գիտեմ,
Դրանից 10 պատիկ ավելը բնականաբար գիտեն ձեր շուրջը աշխատող ծառայող մյուս եկեղեցականները։ Այնպես որ հարգելիներս թողեք այդ գործը։ Թողեք դրանց պաշտպանելը։ Դա ձերը չի։ Աստված ձեզ դա չի տվելու, ձեզնից դա չի պահանջում։ Երբ դուք ուխտ եք կապել Աստծու հետ, Աստված վստահ եղել, որ մի ներկայացուցիչ էլ ունի այդտեղ։ Բայց դուք Աստծու ներկայացուցիչ չեք ցանկանում համարվել։ Դուք ցանկանում եք հարմարվել կտրիճի կամ արամի կամ մյուսի ներկայացուցիչը։ Մի արեք դա։ Դա վնասում է մեր եկեղեցուն։ Եվ վեր կացեք, գնացեք Կիրակի օրը պատարակի, դուք նույնպես։ Գնացեք հենց Տեր Արամի պատարակին, ձեր կրտսեր եղբոր պատարակին, ձեր ենթակա ներկայացուցչի պատարակին։ Հիմա էլ այսպիսի նյութ է տարածվում։ Հայաստանի քաղաքական եւ հոգեվոր կյանքում լարումները նոր փուլ են մտնում։ Վերջին օրերին իշխանական ամենաբարձր շրջանակների հայտարարությունները ավելի քան ուղիղ են, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը պետք է ազատի վեհարանը եւ հեռանա։ Այս մասին գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Ժողովուրդ օրաթերթի համար Գարեգինը դեռևս Գարեգին է, Կտրիչ Ներսիսյան չի։ Այս ձեր հրապարակումները նույնպես ես ձեզ հիշացնելու եմ մի օր։ Այս քաղաքացի, ովքեր իրանց արևին փրկում էին այս չեկիստներին, երկրի ղեկավարը 3 ազգային ժողովում ուղիղ կանգնած բան է ասում։ Ասում է մամուլում տարածվում է, որ KGB-ի գործակալ է մարդա մեկը։ Դուք այդտեղ ոչ մի խնդիր չեք տեսնում։ Ու ձեր արևին պաշտպանում եք եկեղեցին, ումից։ Ու այս բոլոր դեմքերն եմ ես հիշելու, բոլորի դեմքերը։ Ոչ թե հիշելու եմ, որպեսի ինչ-որ պատեհ առիթի նրանց չէ, պարզապես ես դա հիշելու եմ հետագայում ձեր գործողությունները տեսնելու, թե որքան են դրանք համապատասխանում ձեր արտահայտություններին, որքանով դուք կաք որպես քաղաքացի ու ինչ եք վաստակել ձեր կյանքում։ Ժողովրդի համար, Ժողովուրդ օրաթերթի համար Գարեգին II-ը դեռևս Կտրիչ Ներսիսյանը։ Վերահարանի արձագանքը եւ ներքին դիրքորոշումը։ Կաթողիկոսը բացահայտ մեկնաբանություններով հանդես չի եկել։ Ինչու՞ բա։ Սակայն վերջին ելույթի ժամանակ, երբ դիմավորեց ուխտագնացության մասնակիցներին, նա խոսեց քաղաքական հալածանքների մասին առանց անուններ նշելու։ Ինչու՞։ Ինչու առանց անուններ նշելու։ Այդ ելույթը շատերի կողմից ընկալվեց որպես հղում իշխանություններին։ Ոչ, շատերի կողմից այդպես չի ընկալվել։ Շատերի կողմից ընկալվել է որպես հաստատում իշխանությունների ասածներին։ Որովհետև ասածների վերաբերյալ հերքում չի եղել։ Ասել է ինձ նեղում են։ Հա, բա նեղում են քեզ։ Բա բոլորս ենք քեզ նեղում, որ ռադդ քաշես։ Բա իհարկե նեղում ենք քեզ։ Ընդամենը սա եւ Ժողովուրդ օրաթերթը սա է ասում։ Բայց ինչու ենք նեղում, միգուցե ասես Կտրիչ Ներսիսյան։ Ըստ օրաթերթի վեհարանից ներս կաթողիկոսը հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման, նույնիսկ իրավապահների կողմից կալանավորման դեպքում։ Այսինքն մարդը գիտակցում է, որ կա կալանավորվելու բան, մեղք, ինչ-որ բան արել է, որ պիտի կալանավորվի։ Նա ընդգծել է, որ չի հրաժարվելու կաթողիկոսությունից, անգամ եթե ստիպված լինի եկեղեցին ղեկավարել կալանավայրից։ Դու կալանավայրից չես ղեկավարելու ոչինչ։ Դու անգամ ազատության մեջ չես ղեկավարելու ոչինչ։ Դու դեռ սովորի սեփական կանոջ ես ղեկավարել։
Սա արդեն ինստիտուցիոնալ դիմադրության կամքի դրսևորում է, հատկապես եթե այս տեղեկությանը հավելում ենք մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Այի տարածած կաթողիկոսին պաշտպանող հայտարարությունը, որը Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի։ Եկեղեցում է իշխանությունը փոխվելու եւ այո, Աստծո իշխանությունն է գալու։ Քրեական գործի եւ ներքին ճգնաժամի գիծը։ Հանրությանը հայտնի է, որ Նաթան Սրբազանի մասնակցությամբ ձայնագրության հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։ Նաթան թե Նատաշա։ Նաթան թե Նատաշա։ Եթե բանը հավատացյալը չի ցանկանում այդ հայ սուրբի ձեռքից օրհնություն ունենալ, որովհետև շատ լավ գիտի նրա սեռական մոլագառության աստիճանը, դա Նաթանն է թե Նատաշան։ Ըստ բաց աղբյուրների Նաթան Սրբազանը արդեն հրավիրվել է հարցաքննության քննչական կոմիտեով։ Նաթանը Սրբազան չի։ Նաթանը համասեռամոլ արարած է, ըստ շատ եկեղեցականների, ումից էլի եմ կրկնում ոչ ոք չի ուզում օրհնություն ստանալ։ Դեռ Անգլիայից սկսած։ Իրավապահներից օրաթերթին փոխանցած տեղեկությունների համաձայն քննությունը կարող է ներառել նաև խուզարկություններ վեհարանում եւ կաթողիկոսի ձերբակալություն։ Այս ամենը հանրային դաշտում ընկալվում է ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլև որպես հարված ուղղված հոգեվոր հաստատության հեղինակության վրա։ Հոգեվոր բան չկա այստեղ հեղինակություն։ Մի խոսքով պաշտպանում են։ Կհիշեմ, այս ամբողջը ինձ մոտ պահպանվում է, ամբողջը ու բոլորիդ հայտարարությունները։ Տեսնենք հələ եկեղեցին իրականում մաքրվում է, թե եկեղեցու դեմ կռիվը դերցից է, թե ներսից է։ Եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։